Գնաք համարելով որ չունի սահմանադրական մեծամասնություն դուք վստահ եք որ ձեր թիմակիցներից չեն միանա իշխող կուսակցությանը եւ չեն քվեարկի իրենց նախագծերի օգտին դուք վստահ եք որ ձեր կազմացուցակում չկան արտագաղթողներ իրենք են միանալու մեզ ինչ վստահություն եք պարոն Կարապետյան ինչ վստահություն ինչ ասեմ ձեզ լավ վստահ եք որ ձեր թիմում Գեղամ Նազարյաններ եւ Իշխան Զաքարյաններ չեն ծնվի չեն հայտնվի ուղիղ ասենք այո նույնիսկ եթե հայտնվեն դա իրեն չի օգնելու բայց կողքին զուտ թվաբանություն ոչ մեկ չի կարող մանդատը նրանցից վերցնել իրենք դուք չեք ինչ տեսակ օրինակ Փաշինյանը պահանջում էր Աղազարյանը մանդատը վայր դնել չդրեց ուզում եմ ասել մարդը կարող է պաշտպանել մանդատը մինչև վերջ եւ միանալ ԿՊ-ին դուք ձեր ցուցակի նկատմամբ ունեք վստահություն միանալու ԿՊ-ին ունենք վստահություն ամբողջ ցուցակի համար քանի օքեր կար քանի օքեր չէ կարծեմ ամբողջ ցուցակի վրա այսինքն կոպիտ ասած վստահ եք որ կռիվներ չեն հայտնվի առնետաբացք չի լինի հիմա կարևորը պատգամավորներն են վստահ ենք որ չեն հայտնվի Պարոն Կարապետյան, կենտրոնական ընտրական հանձնաժողովից ինչ ունենք ակնկալելու եւ համանդրական դատարան դիմելու գործընթացը ինչպես։ Դե մենք միշտ ակնկալում ենք արդարություն, բայց համոզվում ենք, որ չկա արդարություն, դրա համար գնում ենք հաջորդ քայլին, նորից ակնկալում ենք արդարություն, շատ լավ առաջարկ արեց այսօր։ Եթե ինք այդքան վստահ որ հաղթել է, կարող ենք մի հատ էլ ապացուցենք երկրորդ փուլով, քանի որ ինքը բոլոր դեպքերում այս կանապորինություններից հետո չի կարող լինել լեգիտիմ իշխանություն, իսկ Հայաստանը չունենալով լեգիտիմ իշխանություն միայն կբացի դարպասները, նորից ասեմ, ադրբեջանցիների համար, դրա համար ես խորհուրդ եմ տալիս ուշադիր լինել այդ հարցում, եթե իրենք վստահ են, որ հաղթել են, ոչ մի խնդիր չկա, մեկ ամսվա ընթացքում կազմակերպենք երկրորդ փուլ, մենք համաձայն ենք նոր ընտրություններ, եթե ոչ երկրորդ փուլ։ Պարոն Կարապետյան, այդ սցենարները ենթադրենք երկրորդ փուլը ո՞նց է լինելու դա առաջի երկրորդ, Իսկ պարոն Կարապետյան, ենթադրենք նրանք չեն լինելու։ Ձեր ասած քիչ առաջ այստեղ միջև նիստին մտնելը, որ ասացիք այդ այսինքն այդ 1.5 միլիոն ընտրողը մեզ խաբեցին, Փաշինյանին օգնեցին, սա մի քիչ ընթերցումների տեղից տվեց, անկպականները չհարկում են, ասում են 5 միլիոն ընտրողները։ Դուք այստեղ ասացիք, որ հարցին լրագրողի հարցինի պատասխան, որ այդ 1.5 միլիոնը այսինքն մեծ մասնակցությունը փաստորեն ձեզ չօգնեց, մեծ մասնակցությունը մեզ չօգնեց։ Դուք ասում եք, որ փաստորեն ձեզ խաբեցին, այդ ինչ նկատի ունեք, որտեղ շահարկում են խաբեցին, մենք խաբվեցինք դրան։ Դուք սխալ հաշվարկ եք արել։ մտած էր արդեն Ձեր ակնկալիքները չիրականացան, հա՞, նկատի ունեք։ Ձեր սպասելիքները չիրականացան այդ առումով։ Սպասելիքները չիրականացան այդ առումով։ Իրենց հնարավորություն տվեց, իրենց սև գործը անել։ Լավ, պարոն Կարապետյան, հիմա եթե ձեր ասած սցենարները չի լինում, հիմա եթե ձեր ասած սցենարները չի լինում, վերադառնում Դա են հենց ամեն ինչը ապացուցում, որ մեծ ընտրության ժամանակ իրենք մեծ հնարավորություն ստացան հաղթումներ անելու։ Պարոն Կարապետյան, ենթադրենք ձեր պայմանները, հիմա չգիտեմ կլինի թե չէ, ենթադրենք չի լինում, արտահերթ ընտրություններ չեն լինում, դուք որպես խորհրդանական ամենամեծ ընդդիմադիր ուժի լիդեր, ձեր թիմը գնում է խորհրդարան, դուք շարունակել եք բնականon գնալու ենք առաջ, գնահատելու ենք, հիմա դե ասացինք, դիմում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, հետո կդիմենք սահմանադրական դատարան, հաջորդ քայլը կգնահատենք, որ քայլը արագ կերացնի Փաշինյանին, այդ քայլով էլ գնալու ենք։ Ստացվեց դուք ամբողջ ընթացքում մարդկանց պատրաստեցիք հաղթանակից ձեր ընտրողներին, կամ ավելի ճիշտ ոչ թե ձեր ընտրողներին, այլ Փաշինյանից դժգոհ հասարակությանը պատրաստում եք հաղթանակի, չէիք ուզում լսել պարտության մասին հարցեր եւ ստացվում է դուք խորհրդարան եք գնալու որպես ընդդիմադիր ուժի լիդեր, ինչին պատրաստ եք։ Բայց դուք ուզեիք, որ մենք ասենք մենք գնում ենք, բայց պարտվելու ենք։ Դե օրինակ Ռոբերտ Քոչարյանի նախկին ընտրությունների մասից հաղթելու ենք, հետո չասած ավելի զգուշավոր էր։ Մենք գնահատում ենք մեր շանսերը, շատ մեծ էին բոլոր հարցումներով, մենք տեսնում էինք, որ մենք հաղթում ենք, դրա համար մենք վստահ ենք, իսկ իրենք գողացան հաղթանակը, այդքան բան։ Պարոն Կարապետյան, եթե երկրորդ փուլ լինի, վարչապետի թեկնածու նորից դուք եք լինելու։ Իհարկե։
Պարոն Կարապետյան, լավ, այս զարգացումները ինչ ցույց տվեցին, դուք չեք մտափոխվել քաղաքականություն մտնելու համար։ Գիտեք ոնց, ես ասել եմ, դա իմ երազանքը չի եղել, բայց հիմա մեր հայրենիքի համար այս օրհասական պահին, երբ ամբողջությամբ միակողմանի հանձնվողական քաղաքականություն է, համատարած աղքատություն է, ես իրավունք չունեմ ուրիշ բանի մասին մտածել, այս անգամ անելու ենք ամեն ինչ, որպեսզի մեր երկիրը դնենք զարգացման ճանապարհին։ Քաղաքականության մեջ եք մնալու, այդպես ռադիկալ անպայման մնալու ենք ճիշտ դիրքերից, եթե մենք գնայինք ռադիկալ դիրքեր, մենք հիմա հաղթանակ կունենայինք։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանն էլ հանրային եթերում հայտարարել։ Բայց դուք արմատական ընդդիմություն եք այդ նկատի ունենում։ Ձեռընտրության արդյունքներ չկան, էլի գործընկերներ։ Մի փոքր համբեր։ Մենք հայտարարենք, որ դուրս են գալիս փողոց, հա։ Պարոն Կարապետյան, Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանն էլ հանրային եթերում հայտարարում էր, որ դուք դեռ երկար եք հնալու Հայաստանում, նկատի ունենալով, որ այ միակ ճիշտ բանը, որ Փաշինյանը ասել է, դա է։ Բայց դες բան տեղարկում, պարոն Կարապետյան, ձեր Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, արդեն Գագիկ Ծառուկյանին ասել է փաստացի, ասել է ու անելու եմ իր արտահայտությունը։ Լուրջ մի ընդունեք։ ԿՊ-ի 90% արդեն իրեն լուրջ չի ընդունում։ Մնացել են լրագրողներ։ Իսկապես կապնեք, որ պետք է լուրջ ընդունեք իրանը։ Ասա որ մեր երկիրը արդեն Պաուսի մարզը 40% աղքատություն ունի, հասա դրան, ինչի է ասում։ Բայց գնաց իրենցեցին, Սյուրիքը մտրեցին։ Դուք սպասում եք այս արդյունքները, դուք իսկապես 50+ հաղթանակի եք Անպայման։ Ադրբեջանի մոտ է, ազնության մոտ է։ Ադրբեջանի դրոշի ներքո գտնվող մարդիկ, որ Չեն խապում, իրենք մեզ խապեցին բոլորին, ժողովրդին։ Պարոն Կարապետյան, բայց ներքին հանդում մյուս տեղերում Ադրբեջանի դրոշի ներքո գտնվող մարդիկ գնացին իրենց այն տվեցին։ Եթե Այստեղ ամիսներ շարունակ վախի մթնոլորտ մտցնում ես մարդկանց մեջ, եթե ձերբակալում ես բոլոր ակտիվիստներին, բոլորին, բոլոր կուսակցություններից, մենք ինչ գիտենք, ինչ կանեն ընտրելի է։ կարող է ժողովուրդը սիրում է իսկապես այդ մարդուն։ Չեք մտածել այդ Արդեն դուք պատասխանեք։ Չգիտեմ եք այդ մարդուն։ Ես Այ առաջի 20 համարին հարցրեք, սիրում են այդ մարդուն։ Պարոն Կարապետյան, Նույնիսկ մեզ մի հարցրեք։ Իրենց հարցրեք։ մի բան է հարցնում, տեսեք, այն ամենայնիվ երբ դիմադիկորի ձայներ մտնալու, ոնց արիքանական պատկերացնել հարցերը համախմբումը, ամուսններից մասնակցել ունենք եւ հաջողվել մեկ ճակատագնալ, ցած հնարավորություն Ենք համախմբում։ Դուք այստեղ օրինակ կան բաներ, որ դուք եք նայում հետևություն եք անում, որ ուրիշ կերպ պետք է Ոչ, մենք ամեն ինչ ճիշտ ենք արել, իրենք պետք է հետևություն անեն, չգերագնահատեն, կամ էլ ուրիշ իրենք ով եք, մյուս ընդդիմադիրները։ փոքր ձայն քիչ ձայն հավաքող ուժերը։ Պետք է իրենք ճիշտ գնահատական տան, իրենց քայլերին, իրենց արածներին։ Այդ իրենք չվառեն ձայները, հիմա կունենայինք ուրիշ արդյունք։ Այսինքն եթե չարչադրվեին, հաստատ կմաքրեին։ Նրանք ձեր ձայները։ Արտարման Բաբաջանյանից 2-3 ովքեր 1%-ի շեմը չեն անցում, իհարկե բոլորը մեր ձայնն են։ Շնորհակալություն։ Գուրգեն Սիմոնյան մյուսներն են։ Բոլորը մեր ձայնն են։ Բայց իրանք հակառուսական ձայներ են եղել ավելի շատ։